Շրի Չեյտանյա Բհագավատա Անտյաքանդա գլուխ 9-րդ Շրի Ադվայտա Ачարյայի փառքը Ողջ փառքը Շրի Կրիշնա Չեյտանյային, հաջողության Աստվածուհու ամուսնուն, ողջ փառքը բոլոր վայշնավների սիրելի միակին, Տիրոջը, ողջ փառքը Վայկունթայի ողորմած Տիրոջը, ով Տեր, խնդրում եմ, ողորմած հայացքդ գցիր կենդանի էակների վրա, Այսպիսով, բոլոր նվիրալներն իրենց ժամանակը Տիրոջ հետ էին անցկացնում և Սանկիրտանայի էքստազն էին վայելում։ Բոլոր վայշնավները գիտեին, թե Տերն ինչ ուտեստներ էր սիրում մանուկ ժամանակ, ուստի նրանք բոլորը շատ մեծ սիրով բերում էին այդ մթերքները, որպեսզի Տիրոջն առաջարկեն։ Նվիրալներն այդ մթերքներով սիրով պատրաստում էին Տիրոջ սիրած ուտելիքները և հրավիրում էին նրան իրենց առաջարկությունն ընդունելու։ Ամեն անգամ, երբ Տերը նվիրալներից հրավեր էր ստանում, ընդունում էր այն և մեծ սիրով ճաշում նրանց տանը։ Բոլոր վայշնավների կանայք ծաղկունքի Աստվածուհի Լաքշմիի էքսպանսիաներն էին։ Այդ իսկ պատճառով նրանք այնքան հրաշալի էին պատրաստում, որ ես չեմ կարող դա նկարագրել։ Նրանց աչքերը միշտ սիրո արցունքներով էին լի, իսկ շուրթերը Կրիշնայի սուրբ անունով։ Այդ վայշնավիները գիտեին, թե Տերն ինչ ճաշատեսակներ էր սիրում, երբ դեռ Նավադվիպում էր բնակվում, ուստի նրանք սիրով պատրաստում էին այդ ուտելիքները, իսկ Տերը շատ մեծ սիրով ճաշակում էր նրանց բոլոր առաջարկությունները։ Մի օր մեծահոգի առյուծանման Ադվայտա Ачարյան դիմեց Տիրոջը. «Խնդրում եմ, այսօր իմ տանն ընթրիր, ես միայն մի բուռ բրինձ եմ պատրաստում, խնդրում եմ ընդունիր այն, որպեսզի ձեռքերս փառավորվեն»։ Տերը պատասխանեց. «Նա, ով ճաշակում է բրինձդ, անկասկած հասնում է Կրիշնային և նրան նվիրված ծառայությանը։ Ո Ачարյա, քո բրինձն իմ կյանքն է, Կրիշնան ուտում է քո բոլոր պատրաստածները։ Երբ Կրիշնայի համար առաջարկություն պատրաստես, ես պատրաստ եմ անգամ մուրալ, որպեսզի ինձ պրասադ տաս»։ Ով կարող է հասկանալ, թե ինչ էքստազ Ադվայտան ապրեց, երբ Տիրոջից այդպիսի քաղցր խոսքեր լսեց։ Ադվայտան բավարարվածության շատ խորը զգացումով վերադարձավ տուն և սկսեց Տիրոջ ընթրիքի համար պատրաստություն տեսնել։ Ադվայտայի առաքինի կինը, ով Լաքշմիի էքսպանսիան էր, ուրախությամբ սկսեց մթերքներ նախապատրաստել։ Նա Ադվայտային տվեց Չեյտանյա Մահապրաբհուի համար Բենգալիայից բերված մթերքները, որոնք Տերն այնքան շատ էր սիրում։ Երբ Շրի Ադվայտա Մահաշահը նստեց պատրաստելու, սկսեց Տեր Չեյտանյայի վրա մեդիտացիա անել։ Նրա առաքինի կինը ճաշը պատրաստելու համար տարբեր բանջարեղեններ էր նախապատրաստում, առաջնորդվելով իր սրտից եկող ոգեշնչությամբ։ Նա գիտեր, որ Տերը շակը շատ էր սիրում և Ադվայտային իր հետ բերած 10 տեսակի շակ տվեց։ Ադվայտա Ачարյան պատրաստում էր, իսկ նրա առաքինի կինը նրան օգնում էր։ Այսպիսով, նրանք երկուսով լողում էին երջանկության օվկիանոսում։ Ադվայտան ասաց. «Ո Կրիշնադասի մայր, թույլ տուր կիսվեմ հետդ մտքերովս։ Չգիտեմ, թե ինչպես, բայց ցանկանում եմ, որ Տերը վայելի մեր բոլոր պատրաստածները։ Եթե նա մյուս սանյասիների հետ միասին գա, ապա ես վստահ եմ, որ նա շատ չի ուտի»։ Սովորաբար բոլոր սանյասիները Տիրոջ հետ միասին են սնվում։ Նրանք բոլորը Տիրոջ հանդեպ շատ մեծ հարգանք են տածում և Տիրոջ հանդեպ իրենց ունեցած սիրուց ելնելով նրա հետ միասին են սնվում։ Ադվայտան մտածեց. «Ինչ լավն են այս բոլոր ուտեստները, միայն թե Տերը մենակով գար, այդ ժամանակ ես կկարողանայի կերակրել նրան բոլոր ուտեստներով, բայց ինչպես եմ կարող ցանկությունս իրականացնել»։ Ադվայտա Ачարյան խոհանոցում պատրաստելիս դրա մասին էր մտածում։ Այդ ընթացքում Տերն ավարտեց սուրբ անունների ֆիքսված քանակի կրկնությունը և պատրաստվեց իր կեսօրվա պարտականությունները կատարելուն։ Սանյասիներն, ովքեր սովորաբար Տիրոջ հետ էին ճաշում, նույնպես գնացին իրենց կեսօրվա պարտականությունները կատարելու։ Այդ ժամանակ կիսաստվածների արքա Ինդրան Ադվայտային գոհացնելու համար հորդարատ անձրև և փոթորկոտ քամի ուղարկեց։ Ամենուրեք կարկուտ սկսեց տեղալ, քամին կատաղի պոռթկաց և սկսեց անդադար անձրևել։ Օդ բարձրացած փոշուց բոլոր ուղղություններն այնպես խավարեցին, որ սանյասիները չկարողացան իրենց բնակավայրերի ճանապարհը գտնել։ Քամին այնքան ուժգին էր, որ ոչ ոք չէր կարողանում կանգնել ոտքի վրա
և ոչ ոք չէր կարողանում հասկանալ, թե որ ուղղությամբ էր գնում։ Սակայն այն վայրը, որտեղ Ադվայտան պատրաստում էր, ընդամենը թեթև անձրև էր տեղում և թույլ քամի էր փչում։ Այն սանյասիները, ովքեր սովորաբար Տիրոջ հետ միասին էին սնվում, կորան, և ոչ ոք չիմացավ, թե նրանք ուր գնացին։ Այդ ընթացքում առյուծանման Ադվայտան ավարտեց ընթրիք պատրաստելը և հավաքեց այդ վայրը, այնտեղ դնելով բրինձը և ճաշատեսակները։ Նա նաև դրեց ઘի, մածուն, կաթ, կաթի սեր, կարագ, պիշտակա, բրնձով պատրաստված քաղցրավենիք, տարբեր այլ քաղցրավենիքներ, սանդեշ և բանաններ։ Դրանից հետո նա բոլոր ուտեստների վրա տուլսի մանջարիներ դրեց, այնուհետև նստեց ու սկսեց Գෞրահարիին մեդիտացիայում բերել այդտեղ։ Ադվայտան մեդիտացիա էր անում այն բանի վրա, որպեսզի Տերը մենակով գար, և իսկապես, Ադվայտայի կամոք Շրի Գաուրաչանդրան նրա մոտ մենակով եկավ։ Ճանապարհին Տերն էքստազային սիրո մեջ սուզված Հարե Կրիշնա մահամանտրան էր կրկնում, և այդպես այն կրկնելով հայտնվեց Ադվայտայի առջև։ Ադվայտան Տիրոջ լոտոսային ոտքերին հարգալից խոնարհումներ առաջարկեց, այնուհետև նրան նստելու տեղ առաջարկեց և Գෞրահարին նստեց։ Ադվայտան էքստազի մեջ սուզվեց, երբ տեսավ, որ Տիրոջ հետ ոչ ոք չէր եկել։ Իր կնոջ հետ միասին Ադվայտան ուրախությամբ լվաց Տիրոջ ոտքերը, նրան սանդալով պատրաստված մածուկ առաջարկեց և սկսեց Տիրոջը հովանել։ Գෞրաչանդրան ուրախությամբ նստեց և սկսեց ուտել, իսկ Ադվայտան նրան ծառայում էր։ Տերը սիրով ընդունում էր երջանիկ Ադվայտայի առաջարկած բոլոր ճաշատեսակները։ Տերը յուրաքանչյուր ճաշատեսակից մի փոքր թողնում էր։ Գෞրաչանդրան ժպտաց ու հարցրեց Ադվայտային. «Գիտես ինչու ձեռք չտվեցի այս մնացորդներին։ Ես բոլոր ուտեստներից մի փոքր թողեցի, որովհետև ցանկանում եմ տեսնել, թե ինչ կերակուրներ եմ ճաշակել»։ Այնուհետև Տերը ժպտաց և հարցրեց. «Աչարյա, լսիր, որտեղի՞ց ես սովորել պատրաստել այս բոլոր ուտեստները։ Նախկինում ես երբեք այսպիսի շակ չեմ կերել։ Այն ամենն, ինչ պատրաստել ես, հրաշալի է»։ Տերը կերավ ամեն ինչ, ինչ էլ որ Ադվայտան նրան չառաջարկեց։ Տեր Գաուրանգան ցանկությունների ծառի պես է։ Ի կատար է ածում իր նվիրալների բոլոր ցանկությունները։ Տերն ընդունեց մածունը, կաթը, ઘին, կաթի սերը, սանդեշը և Ադվայտայի կողմից առաջարկված մյուս մնացած բոլոր բաները։ Այսպիսով, Գերագույն Տեր Շրի Չեյտանյան ճաշակեց ուտեստները և բավարարեց առյուծանման Ադվայտայի ցանկությունը։ Երբ Տերն արդեն ուրվորը պետք է ավարտեր ուտելը, Ադվայտան սկսեց Ինդրային աղոթքներ առաջարկել։ «Օ Ինդրա, այսօր ես հնարավորություն ունեցա համոզվելու ազդեցությանդ մեջ։ Այսօր ես հանգեցի այն համոզմունքին, որ դու անկասկած Վայշնավ ես։ Ինդրա, այսօրվանից քեզ ջուր և ծաղիկներ եմ առաջարկելու, որովհետև դու այսօր ինձ հիրավի գնեցիր»։ Տերը հարցրեց. «Ինչու ես այսօր Ինդրային այդպիսի հաճելի աղոթքներ առաջարկում։ Խնդրում եմ, պատմիր ինձ»։ Ադվայտան պատասխանեց. «Դու պարզապես կեր, քեզ համար պարտադիր չէ այս ամենը լսել»։ Տերն ասաց. «Ո Աչարյա, ինչու ես փորձում ճշմարտությունը թաքցնել։ Դրսի այդ անձրևն ու քամին քո ձեռքի գործն էին։ Հիմա ուժեղ քամիների եղանակ չէ, սակայն հանկարծ ուժեղ քամիներ, հորդառատ անձրև և խոշոր կարկուտ սկսվեցին։ Ես հասկացա, որ այս բոլոր անոմալիաները քո ցանկությամբ են եղել։ Հիմա կբացատրեմ, թե ինչու այնպես արեցիր, որ Ինդրան այդպես վարվեր։ Դու մտածեցիր, որ եթե ես սանյասիների հետ միասին գայի, ապա այդքան էլ շատ չէի ուտի, բայց եթե միայնակ գայի, ապա կկարողանայիր իրագործել ցանկությունդ ինձ բոլոր պատրաստածներից հետ կերակրելով։ Դու ստեղծեցիր բնության այս ողջ անհանգստությունը, որպեսզի մյուս սանյասիներն այստեղ գալու հնարավորություն չունենային։ Ինդրայի կողմից հրամանդ կատարելու փաստը չէ, որ ցույց է տալիս իրական զորությունդ։ Դա Ինդրայի հաջողությունն էր, որ նա հնարավորություն ունեցավ ծառայել քեզ։ Անգամ Տեր Կրիշնան չի մերժում քո խնդրանքը։ Դու կարող ես այնպես անել, որ նա հայտնվի որտեղ որ կամենաս։ Միթե ինչ-որ քամի և անձրև կարող են զարմացնել մեկին, ում խոսքերը Կրիշնաչանդրայի համար են հարգված։ Հնարավոր է արդյոք քամի կամ անձրև առաջացնելով զարմացնել մեկին, ում հրամանին Յամարաջը, ժամանակն ու մահն են ենթարկվում, դեպի ում լոտոսային ոտքերին են ձգտում յոգիներից ու մունիներից լավագույնները, և ում մասին մտորելով մարդն ազատվում է բոլոր կապանքներից։
Այս նյութական աշխարհում ով է քեզ կատարելապես ճանաչում։ Նվիրված ծառայության պտուղը մարդ միայն քո ողորմածությամբ է կարող ստանալ։ Ադվայտան ասաց. «Դու շատ մեծ սեր ես ստացում քո նվիրալների հանդեպ։ Ես ուժ ունեմ, միայն որովհետև ընդունել եմ այս ճշմարտությունը մարմնովս, մտքովս և խոսքովս։ Թող որ քեզ նվիրված ծառայության ուժով միշտ առյուծի պես զորեղ մնամ։ Խնդրում եմ, ինձ օրհնություն տուր, որ ինձ երբեք չես թողնի»։ Այսպիսով, երկու պրաբհուները վայելում էին իրենց զրույցը, իսկ այդ ընթացքում Տերն ուրախ ավարտում էր ուտելը։ Ադվայտայի լոտոսային շուրթերից արտաբերվող խոսքերը անշուշտ ճշմարիտ են և այլ մտախոհություններ չկան։ Նա, ով սա լսելուց հաճույք չի զգում, մարդկանցից ամենացածրն է, և նա Ադվայտայի ողորմած հայացքին միանշանակ չի արժանանա։ Հարիի և Շանկարայի միջև եղած սիրային կապն իրական է, սակայն տգետ նյութապաշտները դա չեն կարող հասկանալ։ Եթե մարդ նրանցից որևէ մեկին դժգոհացնի, ապա նրանք երկուսն էլ այդ մարդուց դժգոհ կմնան։ Այն նույն հարաբերությունը, որը Հարին և Շանկարան ունեին, այժմ կարելի էր տեսնել Տեր Չեյտանյայի և Ադվայտայի հարաբերություններում։ Մեծահոգի Ադվայտա պրաբհուն աշխարհի փրկության համար միշտ նկարագրում էր այս թեմաները։ Նա, ով կարող է Ադվայտայի խոսքերը հասկանալ, գիտի, որ Ադվայտայի և գերագույն Տիրոջ միջև ոչ մի տարբերություն չկա։ Յուրաքանչյուրը, ով այս խաղերի մասին նվիրվածությամբ լսի, կհասնի Տեր Կրիշնային նվիրված ամենաբարեբեր ծառայությանը։ Առյուծանման Ադվայտայի ցանկությունը բավարարելուց հետո Տեր Չեյտանյան վերադարձավ իրենց տուն։ Այսպիսով, Շրիվասի և մյուս նվիրալների տանը ճաշելով, Տերը բավարարում էր նրանց ցանկությունները։ Տերը հավաքում էր իր նվիրալներին և անդադար սանկիրտանա էր կատարում։ Նա շարունակաբար պարում էր և ոգևորում էր մյուսներին ևս պարել։ Դամոդար պանդիտը գնացել էր Նավադվիպ, այնտեղ Մայր Շաչիին տեսնելու։ Մայր Շաչիին հանդիպելուց հետո նա արագ ետ վերադարձավ Նիլաչալ։ Երբ Տեր Չեյտանյան տեսավ Դամոդարին, առանձնացավ նրա հետ և Մայր Շաչիից հարցրեց. Տերն ասաց. «Դու մայրիկիս հետ էիր, ճիշտն ասա, նա Տեր Վիշնուի հանդեպ նվիրվածություն ունի, թե ոչ»։ Սա լսելուց Դամոդար պանդիտը, ով շատ ճգնավոր և անաչառ էր, զայրացավ և պատասխանեց. «Ով Տեր, այդ ի՞նչ ասացիր։ Դու հարցնում ես մայրիկդ նվիրվածություն ունի, թե ոչ։ Դա քո մայրիկի ողորմածությամբ է, որ դու նվիրվածություն ունես։ Ինչ էլ որ դու ունես, նրա զորության շնորհիվ է։ Հաստատ իմացիր, որ Տեր Վիշնուի հանդեպ քո ունեցած ողջ նվիրվածությունը նրա ողորմածությամբ է։ Վիշնուի հանդեպ սիրուց առաջացող նշանները, ինչպիսիք են լացը, դողը, քրտնելը, ուշագնացությունը, փշաքաղվելը և բարձր ճիչը, միշտ կարելի է տեսնել Մայր Շաչիի մարմնին, և նա միշտ Կրիշնայի սուրբ անունն է կրկնում։ Ով Տեր, դու Մայր Շաչիի նվիրվածության մասին հարցրեցիր։ Միթե Մայր Շաչին չէ, ում անվանում են Վիշնու Բհակտի, Վիշնուի հանդեպ նվիրված ծառայություն։ Ասում եմ քեզ, նա Վիշնուին նվիրված ծառայության մարմնավորումն է, թեև դու գիտես դա, այնպես հարցրեցիր, ասես չգիտեիր։ Եթե մարդ «այի» բառը անգամ հասարակ խոսք համարելով արտասանի, այդ հնչյունի ազդեցության ներքո նա ազատվում է ողջ տառապանքից։ Դամոդար պանդիտի շուրթերից Մայր Շաչիի փառաբանումը լսելուց Տեր Գෞրաչանդրայի երջանկությունն անասելի ավելացավ։ Էքստազային սիրո քաղցրության մեջ սուզված, Տերը կրկին ու կրկին մեծ գոհունակությամբ փառվում էր Դամոդար պանդիտին։ Ո Դամոդար, այսօր սրտիցս խոսելով դու ինձ գնեցիր։ Վիշնուի հանդեպ ունեցածս ողջ նվիրվածությունը մորս ողորմածությամբ է։ Դրանում ոչ մի կասկած չկա։ Ես նրա կամոք եմ բնակվում այս աշխարհում, հետևաբար երբեք չեմ կարողանա նրան փոխհատուցել։ Ո Դամոդար, խնդրում եմ լսիր, ես միշտ գերված եմ նրա սիրով և միշտ տեսնում եմ նրան։ Դամոդար պանդիտին այսպես օրհնելուց հետո Գෞրահարին իր նվիրալների հետ միասին նստեց։ Տերը Մայր Շաչիի մասին հարցրեց, որպեսզի սովորեցնի այս աշխարհի մարդկանց։ Մարդ երբեմն հարցնում է իր ընկերոջը. «Ասա խնդրում եմ, ամեն ինչ լավ է մեր ընկերների մոտ», սակայն Տերը բացատրեց կուշալա կամ լավ բառի իրական նշանակությունը հարցնելով. կա արդյոք մարդու մեջ նվիրվածություն, թե ոչ։ Եթե մարդու մեջ Աստծո հանդեպ նվիրվածություն կա, ապա նրա հետ ամեն ինչ լավ է, սակայն եթե նրա մեջ նվիրվածություն չկա,
ապա անգամ թագավորի դիրքն է անբարենպաստ։ Եթե մարդն ունի հարստություն, փառք և նյութական վայելքներ, բայց նվիրվածություն չունի, ապա նրա համար ամեն ինչ անբարենպաստ է։ Անգամ եթե մարդն այնքան աղքատ է, որ չի կարողանում իրեն սնունդով ապահովել, բայց ունի Տեր Վիշնուի հանդեպ նվիրվածություն, այդ դեպքում նա ամենահարուստ մարդն է։ Երբ նվիրալները Տիրոջը հրավիրում էին իրենց տներում ճաշի, Տերն օգտվելով հնարավորությունից նրանց բոլորին ուսուցանում էր այս թեման։ Երբ Տիրոջը հրավիրեցին ճաշի, Տերը ժպտաց և ասաց. «Սկզբում դուք պետք է լաքշեշվար դառնաք։ Ես միայն լաքշեշվարի տանն եմ սնվում»։ Սա լսելուց բրահմանները մտահոգվեցին։ Բրահմաններն աղոթքով դիմեցին Տիրոջը. «Ո Գոսանի, ինչ խոսք 100,000-ի մասին, մեզանից ոչ ոք անգամ 1000-ը չունի։ Եթե մեր հրավերը մերժես և մեզանից ուտելիք չընդունես, ապա թող մեր ողջ տուն ու տեղը մոխրի վերածվի»։ Տերը պատասխանեց. «Գիտեք, թե ով է լաքշեշվար։ Դա նա է, ով սուրբ անունները ամեն օր 100,000 անգամ կրկնում է։ Ես այդպիսի մարդուն եմ լաքշեշվար անվանում։ Ես միայն այդպիսի մարդու տանն եմ սնվում և ուրիշ ոչ ոքի»։ Տիրոջ այս ողորմած խոսքերը լսելուց բրահմանները թողեցին իրենց տագնապը և ուրախությամբ լցվեցին։ «Ով Տեր, մենք կկրկնենք 100,000 անուն, ուստի խնդրում ենք ճաշիր մեր տներում։ Դա մեր հաջողությունն է, որ մեզ այսպես սովորեցնում ես»։ Դրանից հետո բոլոր բրահմանները սկսեցին ամեն օր 100,000 անուն կրկնել, որպեսզի կարողանային Տեր Չեյտանիային ուտելիք առաջարկել։ Այսպես Վայկունթայի Տերը մարդկանց հորդորելով նվիրված ծառայությամբ զբաղվել, վայելում էր Բհակտիի օվկիանոսում։ Շրի Չեյտանիայի ինկարնացիայի առաքելությունը դա Աստծուն նվիրված ծառայության պրոցեսը տարածելն էր։ Այդ իսկ պատճառով նա մարդկանցից նվիրված ծառայությամբ զբաղվելուց բացի ուրիշ ոչինչ չէր խնդրում։ Տերն ասաց. «Նա, ով Կրիշնայի հանդեպ նվիրվածություն ունի, բարօրությունը և հաջողությունը միշտ ուղեկցում են նրան»։ Նա, ով նվիրված ծառայության փառքի մասին չի խոսում, Գաուրաչանդրան անգամ նրա դեմքին չի նայում։ Մի օր Տերն իր հոգևոր ուսուցիչ Կեշավա Բհարատիից Բհակտիի և Գյանայի մասին հարցրեց։ Տերն ասաց. «Ո՞րն է ավելի բարձր, Գյանան թե Բհակտին։ Ո Գոսանի, խնդրում եմ մտածիր և ինձ վերջնական ասա»։ Կեշավա Բհարատին մի որոշ ժամանակ մտորեց, այնուհետև Գաուրասունդարին պատասխանեց։ Կեշավա Բհարատին ասաց. «Թեման դիտարկելուց հետո ես եզրահանգման եկա, որ Բհակտիի փառքն ամեն ինչից վեր է»։ Տերը հարցրեց. «Ինչու է Բհակտին Գյանայից բարձր։ Սանյասիներն ասում են, թե Գյանան ավելի բարձր է»։ Կեշավա Բհարատին պատասխանեց. «Նրանք չեն հասկացել այն եզրահանգումները, որոնց որ եկել են բոլոր մահաջանները։ Վեդայական գրականությունը մարդուն սովորեցնում է մահաջանների ուղին ընդունել։ Հիմարները թողնում են այդ ուղին, որպեսզի փոխարենը մեկ ուրիշն ընդունեն։ Բրահման, Շիվան, Նարադան, Պրահլադը, Շուկադևը, Վյասան, 4 կումարները Սանակայի գլխավորությամբ, 5 պանդավները Յուդհիշթիրայի գլխավորությամբ, Պրիյավրատան, Պրիթուն, Դրուվան, Ակրուրան և Ութավան, նրանք բոլորը մահաջաններ են համարվում։ Նրանք Տիրոջ լոտոսային ոտքերի մոտ միշտ նվիրված ծառայություն են աղերսում։ Եթե Գյանան ավելի բարձր լիներ, ինչու էին նրանք Բհակտի խնդրում։ Ինչու են այդ մահաջաններն առանց մանրակրկիտ դիտարկելու հրաժարվում ազատագրումից և միշտ Բհակտի խնդրում։ Նրանց բոլոր խոսքերը հաստատվում են Պուրանաներում։ Ինչ օրհնություն է բրահման Տիրոջից խնդրել։ Շրիմադ Բհագավատամում 10:14-30 տեքստում ասվում է. «Ո իմ թանկագին Տեր, ուստի խնդրում եմ քեզ, որպեսզի հաջողակ լինեմ, միշտ քո նվիրալներից մեկը լինել, թե այս կյանքում որպես բրահմա և թե մյուս կյանքերում, որոնցում որ կծնվեմ։ Ես աղոթում եմ, որ որտեղ էլ որ չլինեմ, անգամ կենդանական մարմնում, կարողանամ նվիրված ծառայություն մատուցել քո լոտոսային ոտքերին։ Ով իմ Տեր, թույլ տուր, որ այս կյանքում, որպես բրահմա, կամ հետագայում ստանալիք ցանկացած այլ ծնունդումս ծառատ լինեմ և միշտ ներգրավված լինեմ քեզ ծառայելու մեջ»։ Այսպիսով բոլոր մահաջանները և նրանց հետևորդները միայն նվիրված ծառայություն են ցանկանում և մերժում ցանկացած այլ բան։ Ով Տերաչուտա, կյանքերի հազարավոր տեսակներից որում էլ որ չծնվեմ, թող որ միշտ անսասան նվիրվածություն ունենամ քո հանդեպ։ Ով Տեր Հրիշիկեշա,
նախկինում կատարած ես գործունեության հետևանքով, կյանքի որ տեսակում էլ որ չծնվեմ, թույլ տուր միշտ անկոտրուն մնամ քեզ նվիրված ծառայության մեջ։ Շրիմադ Բհագավատամում 10:47-67 տեքստում Նանդան և մյուս գովարացները հետևյալն են ասում. Մեր կարմայական գործունեության պտուղների արդյունքում այս աշխարհում թափառելիս ուր էլ որ մեզ մեր ճակատագիրը բացարձակ Տիրոջ կամոք չտանի, թող որ մեր բարի գործերը և նվիրատվությունները մեզ միշտ սեր շնորհեն Տեր Կրիշնայի հանդեպ։ Հետևաբար, նվիրված ծառայության ուղին, որին հետևում են մահաջանները, ամեն առումով լավագույնն է։ Սա հաստատվում է բոլոր սուրբ գրվածքներում։ Մահաբհարատայում Վանապարվայի 313-117 քառյակում ասվում է. Չոր փաստարկները համոզիչ չեն։ Մեծ անձնավորությունը, ում կարծիքը ուրիշների կարծիքից չի տարբերվում, մեծ իմաստուն չի համարվում։ Պարզապես վեդաներն ուսումնասիրելով և դրանց գունագեղ լեզվով հրապուրվելով հնարավոր չէ կանգնել ճիշտ ուղու վրա և հասկանալ կրոնական իրական սկզբունքները։ Կրոնական սկզբունքների ճշմարտությունը ինքնաճանաչ անկեղծ մարդու սրտում է թաքնված։ Հետևաբար, ինչպես շաստրաներն են ասում, պետք է ընդունել մահաջանների բարձրագույն հեղինակությունը և գնալ նրանց ուղով։ Կեշավա Բհարատիի շուրթերից լսելով, որ բհակտին ավելի վեհ է, Տեր Չեյտանյան էքստազային սիրո մեջ գտնվելով բարձրաձայն գոչեց. «Հարի»։ Տերն ասաց. «Ես մի որոշ ժամանակ էլ կմնամ այս աշխարհում։ Ճշմարտությունն եմ ասում, եթե ինձ ասեիր, որ գյանան է բարձրը, այսօր օվկիանոս կմտնեի»։ Տերը բավարարվածության զգացումով բռնեց իր գուրուի ոտքերից, իսկ նրա գուրուն սիրով Տիրոջը խոնարհումներ առաջարկեց։ Տերն ասաց. «Յուրաքանչյուրը, ով Տիրոջը նվիրված ծառայության մասին չի խոսում, նրանց համար շիքան և բրահմանական լարը թողնելն ու ճգնավորությամբ զբաղվելն անօգուտ են»։ Տերը նվիրված ծառայությունից բացի ուրիշ ոչինչ չէր քննարկում, որովհետև Շրի Չեյտանյան Աստծուն նվիրված ծառայության քաղցրության մարմնավորումն էր։ Մոռանալով ցերեկ է արդյոք թե գիշեր, նվիրալներն անընդհատ պարի և բարձրաձայն գովերգման մեջ էին սուզված։ Մի անգամ, երբ Ադվայտա Պրաբհուն էքստազով էր արբեցած, դիմեց բոլոր նվիրալներին. «Խնդրում եմ լսեք իմ թանկագին եղբայրներ, եկեք բոլորով միասին Շրի Չեյտանյա Մահապրաբհուին փառաբանենք։ Տեր Չեյտանյան բոլոր մարմնավորումների աղբյուրն է, և մենք այսօր նրանից բացի ուրիշ ոչ մի այլ ինկարնացիայի չենք փառաբանի։ Այդ Տերը ողջ տիեզերքի Փրկիչն է և մեր բարիքի համար նա իջել է այս աշխարհ որպես Գաուրանգա։ Ի շնորհիվ նրա մեզ ամենուրեք երկրպագում են։ Նա է այն անձնավորությունը, ով ներկայացրել է Սանկիրտանայի հարստությունը։ Ես կպարեմ, իսկ դուք բոլորով Տեր Չեյտանյայի փառքը երգեք, քանզի եթե ես երգեմ առյուծի պես բարձր, դուք բոլորդ կվախենաք»։ Ընդհանրապես Տերն իր մասին ճշմարտությունը թաքցնում էր, ուստի նրանք վախեցան, որ նա կարող էր բարկանալ, սակայն Ադվայտայի ցուցումը չէր կարող անտեսվել։ Ուստի նվիրալները սկսեցին Շրի Չեյտանյայի ավատարայի փառքը երգել։ Այսպիսով, նվիրալներն Ադվայտա Պրաբհուի շուրջը հավաքված Տեր Չեյտանյայի բարեբեր փառքն էին երգում, իսկ առյուծանման Ադվայտան պարում էր էքստազի մեջ գտնվելով։ Բոլոր նվիրալներն այդ ամենավերջին ինկարնացիայի անվան և փառքի գովերգումը լսելուց էքստազի մեջ գտնվելով շլացել էին։ Ադվայտան պարելու ընթացքում մի երգ երգեց, որը ինքն էր գրել ողջ աշխարհին ազատագրելու համար։ Այդ երգում նա Տեր Չեյտանյայի փառքն է երգում. «Ով Տեր Չեյտանյա, դու Տեր Նարայանան ես, դու ողորմածության օվկիանոս ես և դու տագնապի մեջ գտնվողների ընկերն ես, խնդրում եմ ողորմած եղիր իմ հանդեպ»։ Ադվայտա Սիմհայի բերանից արտաբերված այս քառյակը կրկնելուց մարդու բոլոր հարստություններն ավելանում են։ Որոշ նվիրալներ երգեցին «Ջայա Շաչինանդանա», մյուսները երգեցին «Ջայա Գաուրաչանդրա Նարայանա»։ Ողջ փառքը Շրի Գաուրա Գոպալին, ով Սանկիրտանայի սիրահար է, ողջ փառքը Տիրոջը, ով թանկ է նվիրալներին և ով աթեիստների համար մահվան մարմնացուն է։ Ադվայտա Սիմհան մեծ ոգեշնչությամբ պարում էր, իսկ նվիրալները Տեր Չեյտանյայի անունները, որակները և ժամանցներն էին գովերգում։ Միայն նայեք Տեր Չեյտանյայի ավատարային, ով իր իսկ փառքն է երգում, նրա մարմինը փշաքաղվում է և էքստազի մեջ գտնվելով նա գետնին թավալ է գալիս։
Վայկունթայի հերոս Տեր Հարին մարմնավորվել է Բրահմանի կերպարանքով, որպեսզի Սանկիրտանայի խաղերը վայելի։ Նրա մարմնի գույնը ոսկու է նման, նրա ձեռքերը հասնում են մինչև ծնկները, իսկ մարմնի ֆորման ամենահրապուրիչն է։ Նա սանյասիի կերպարանք է ընդունել և սեփական էքստազային տրամադրությունն է վայելում։ Ես չեմ կարող նկարագրել, թե ինչ ցնծությամբ է նա ապարում։ Ողջ փառքը Շրի Գաուրասունդարին, ողորմածության օվկիանոսին, ողջ փառքը Վրինդավանի տիրոջը, ողջ փառքը Նավադվիպի տիրոջը, ով այս աշխարհ վերջերս է եկել։ Խնդրում եմ, ինձ ապաստան տուր լոտոսային ոտքերիդ մոտ։ Բոլոր նվիրալները գովերգում էին, իսկ Ադվայտա Պրաբհուն պարում էր Գաուրանգայի լոտոսային ոտքերի վրա մեդիտացիա անելով։ Ամենավերջին մարմնավորմանը փառաբանող այդ նոր քառյակները լսելով, բոլոր վայշնավները մեծ ուրախությամբ Հարիի անունը երգեցին։ Այդ կիրտանի երանությունը հիասքանչ էր։ Հիրավի, միայն Նիտյանանդան է կարող այն նկարագրել։ Այդ կիրտանի հուզիչ ձայնը լսելով սանյասիներից լավագույնը եկավ այդտեղ։ Երբ նվիրալները տիրոջը տեսան, էլ ավելի մեծ ոգեշնչությամբ երգեցին, իսկ Ադվայտան ցնծությամբ պարեց։ Էքստազի մեջ գտնվելուց նվիրալները չվախեցան, այլ շարունակեցին գովերգել տիրոջ փառքը նրա իսկ ներկայությամբ։ Սակայն Տերը միշտ ծառայի տրամադրությունն էր վայելում և ասում. «Ես Կրիշնայի ծառան եմ»։ Սրանից բացի նա իրեն ուրիշ ոչ մի կերպ չէր անվանում։ Ոչ ոք իզորու չէր կանգնել տիրոջ առջև և նրան դաս բառով անվանելու փոխարեն Իշվարա կոչել։ Սակայն ի շնորհիվ Ադվայտայի զորության, նվիրալները Տեր Չեյտանյային առանց վախենալու փառաբանում էին։ Տերը մի պահ կանգնեց այնտեղ, սակայն սեփական փառաբանումը լսելուց փոքր-ինչ ամաչեց։ Գերագույն Տերը, ով բոլորին ուսուցանող հոգևոր վարպետն է, բոլորին ուսուցանելու համար լքեց այդ վայրը, գնալով իրենց տուն։ Նվիրալներն անգամ դրանից հետո չվախեցան, փոխարենը նրանք էլ ավելի մեծ ոգեշնչությամբ սկսեցին գովերգել։ Նրանք բոլորով այնքան խորասուզվեցին էքստազի մեջ, որ արտաքին գիտակցությունը կորցրեցին։ Այնուհետև նրանք տեսան, թե ինչպես է Տերը կիրտանում պարում։ Նրանք բոլորով խենթի պես Տեր Չեյտանյայի փառքն էին երգում։ Բարեպաշտ ականատեսները երջանկություն զգացին, մինչ անբարեպաշտները տագնապ։ Ո՞րն է սանյասի կամ բրահմաչարի լինելու օգուտը, եթե մարդ չի հրապուրվում Տեր Չեյտանյայի փառաբանությամբ։ Այսպիսով, նվիրալները տրանսցենդենտալ էքստազի մեջ գտնվելով միասին հավաքված միշտ զբաղված են Հարիի անվան գովերգմամբ։ Յուրաքանչյուրը, ով այս երանությամբ լի ժամանցների մասին կարդա կամ լսի, անկասկած, նման նվիրալների շփմանը կհասնի։ Շարունակելով գովերգել և պարել, բոլոր նվիրալները գնացին տիրոջ տուն, նրան հանդիպելու։ Սակայն Տեր Չեյտանյան լսելով, որ նվիրալներն իր փառքն են երգում, պառկեց, որպեսզի նրանց մեջ վախ ներշնչեր։ Բարեպաշտ Գովինդան տիրոջը տեղեկացրեց. «Բոլոր վայշնավները եկել են քեզ տեսնելու»։ Թույլատվություն ստանալով, Գովինդան նվիրալներին ներս բերեց, սակայն Տերը նրանց արհամարհելով պառկած մնաց։ Դրանից բոլոր նվիրալները վախեցան և սկսեցին Գաուրաչանդրայի լոտոսային ոտքերի վրա մեդիտացիա անել։ Մի վայրկյան հետո Տերը, ով մեծ սեր է տածում իր նվիրալների հանդեպ, սկսեց խոսել. «Ո վայշնավներ, ո մեծահոգի Շրիվաս Պանդիտ, այսօր ինչ էիք անում։ Դուք թողեցիք Կրիշնային և նրա անվան փառաբանումը և ում սկսեցիք փառաբանել, ասեք ինձ»։ Վերջախոս Շրիվաս Պանդիտը պատասխանեց. «Ո Գոսանի, կենդանի էակը ոչ մի անկախություն չունի։ Ես կարող եմ քեզ հստակ ասել, որ այսօր մենք գործեցինք և խոսեցինք ճիշտ այնպես, ինչպես որ Տերը մեզ ոգեշնչեց»։ Տերն ասաց. «Դուք բոլորդ կրթված, ուսյալ մարդիկ եք, ինչու եք բացում մեկին, ով ցանկանում է թաքնված մնալ»։ Տիրոջ խոսքերը լսելով, Շրիվաս Պանդիտը ծիծաղեց և ձեռքերով ժեստ արեց, որում նա ասես փորձում էր իր երկու ձեռքերով փակել արևը։ Տերը հարցրեց նրան. «Խնդրում եմ բացատրիր, թե ինչ է նշանակում ձեռքերիդ այդ ժեստը»։ Շրիվաս Պանդիտն ասաց. «Ճիշտն ասած, ես արևն էի ձեռքերովս փակում, բայց ինչպես է հնարավոր արևը ձեռքերով փակել։ Նույն կերպ անհնար է քեզ թաքցնել, անգամ եթե արևն ինչ-որ կերպ հնարավոր լինի ձեռքերով ծածկել, դու երբեք չես կարողանա քեզ թաքցնել։ Ինչպես է կարող այս աշխարհում թաքնվել մեկը, ով անգամ Կաթի օվկիանոսում չկարողացավ թաքնվել։ Անբիծ փառքդ տարածված է ամբողջ աշխարհով մեկ, բոլոր ուղղություններով, Հիմալայից մինչև Սետուբանթա,
Ողջ տիեզերքն է փառքիդ գովերգմամբ լցված, քանի հոգու ես կարող սրա համար պատժել։ Տերը միշտ ավելացնում է իր նվիրալների փառքը։ Այդ պահին դրսում, տան դռան դիմաց մի հրաշալի բան կատարվեց։ Հազարավոր մարդիկ, ովքեր եկել էին Տեր Ջագանաթի դարշանը ստանալու, հանկարծ եկան Տեր Չեյտանյային տեսնելու։ Նրանցից ոմանք Տրիպուրայից եկան, ոմանք Չատիգրամայից, ոմանք Շիհատտայից, որոշ մարդիկ էլ Բենգալիայից եկան։ Այսպիսով հազարավոր մարդիկ Տեր Չեյտանյայի ավատարային փառաբանող կիրտան էին անցկացնում։ Ողջ փառքը Շրի Կրիշնա Չեյտանյային, ով անտառային ծաղիկներից պատրաստված ծաղկաշղթա է կրում։ Ողջ փառքը Տիրոջը, ով ագահորեն վայելում է իրեն իսկ նվիրված ծառայությունը։ Ողջ փառքը բացարձակ Տիրոջը, ով սանյասիներից լավագույնի կերպարանքն է ընդունել։ Ողջ փառքը Մուրարիին, ով բոլոր պրոցեսներից ամենաշատը կապված է Սանկիրտանայի պրոցեսին։ Ողջ փառքը բրահմաններից լավագույնին, ով միշտ վայելում է Վայկունթայում։ Ողջ փառքը բացարձակ Տիրոջը, ով աշխարհի մեծագույն բարերարն է։ Ողջ փառքը Շրի Կրիշնա Չեյտանյային, Շաչիի որդուն։ Այսպես հարյուրավոր մարդիկ երգում ու պարում էին։ Հետո Շրիվաս Պանդիտն ասաց. «Ով իմ Տեր, հիմա ինչ ես անելու։ Ողջ աշխարհը քո փառքն է երգում։ Որտեղ ես թաքնվելու։ Ես եմ սովորեցրել այս բոլոր մարդկանց։ Ով Տեր, այս կերպ ողջ աշխարհն է փառքդ երգում։ Ով Տեր, թեև դու անտեսանելի ես և չարտահայտված, այժմ դու ողորմածաբար արտահայտվեցիր այս աշխարհի մարդկանց առջև։ Դու ես քեզ թաքցնում և դու ես քեզ արտահայտում։ Միայն նա կարող է իմանալ քեզ, ով արժանանա բարեհաճությանդ։ Տերն ասաց. Ես կարող եմ հասկանալ, որ հոգևոր ուժդ արտահայտելով դու այնպես արեցիր, որպեսզի այս բոլոր մարդիկ ինձ փառաբանեն։ Ո Պանդիտ, ես պարտվեցի քեզ։ Ես կարող եմ հասկանալ, որ դու տիրապետում ես բոլոր էներգիաներին։ Դա Տիրոջ բնությունն է, իր նվիրալների փառքը միշտ ավելացնելը։ Սա հաստատվում է Վեդաներում և Բհագավատամում։ Սրանից հետո նվիրալներին ժպտալով Տերը նրանց ետ ուղարկեց և նվիրալները վերադարձան իրենց տները։ Տեր Չեյտանյան, ում փառաբանում են որպես Կրիշնայի, այսպիսի սեր էր ցուցաբերում նվիրալների հանդեպ։ Նիտյանանդա Պրաբհուն, Ադվայտ Աչարյան և այլ առաջատար նվիրալներ հայտարարում են, որ Շրի Կրիշնա Չեյտանյան Աստծո գերագույն անձնավորությունն է։ Յուրաքանչյուրը, ով չի ընդունում այսպիսի վեհ անձանց վճիռը և փոխարենը մեկ ուրիշին է Կրիշնայի տեղը դնում, միանշանակ անհաջողակ է։ Գերագույն Տերը Շեշա Նագայի վրա է պառկում։ Նա հաջողության աստվածուհու ամուսինն է։ Նրա կրծքավանդակը զարդարված է Շրիվացա նշանով և Կոստուբհա գոհարով, իսկ նրա փոխադրամիջոցը Գառուդան է։ Հաստատ իմացեք, որ այս բոլոր նշանները միայն Կրիշնայի վրա են առկա, և որ Մայր Գանգան ուրիշ էլ ոչ մեկի լոտոսային ոտքերից չի հայտնվում։ Այս նշանները Տեր Չեյտանյայից բացի ուրիշ ոչ ոքի վրա հնարավոր չէ գտնել։ Սա վեդայական գրվածքների և վայշնավների պնդումն է։ Յուրաքանչյուրը, ով հարգանքով ընդունի վայշնավների խոսքերը, հաղթող է ամենուրեք։ Այսպես, Շրի Գաուրասունդարն իր նվիրալների շրջապատում միշտ իր խաղերն էր վայելում։ Մի անգամ բոլոր նվիրալները նստած էին Տիրոջ շուրջը, ինչպես աստղերը լուսնի շուրջը։ Վայկունթայի Տեր և սանյասիների թագի գոհարը մեջտեղում նստած անդադար Տեր Կրիշնայի փառքն էր պատմում։ Այդ պահին երկու ամենահաջողակ հոգիները եկան Տիրոջ առջև։ Տերը ողորմածաբար նայեց այդ երկու եղբայրներ՝ Սակար Մալլիկին և Ռուպային։ Հեռվից երկու եղբայրները ծնկի իջան, Տիրոջը խոնարհումներ առաջարկելով։ Բերանում ծղոտ բռնած նրանք մեծագույն խոնարհությամբ դիմեցին Շրի Չեյտանյային։ Ողջ փառքը Շրի Կրիշնա Չեյտանյա Մահապրաբհուին, ում ողորմածությամբ բոլոր մարդիկ դարձել են հաջողակ։ Ողջ փառքը բացարձակ Տիրոջը, ով բարի է ընկածների հանդեպ և ով աշխարհի բարերարն է։ Ողջ փառքը բացարձակ Տիրոջը, ով սանյասիի կերպարանք է ընդունել։ Ողջ փառքը բացարձակ Տիրոջը, ով Սանկիրտանայի անհամար ժամանցներ է վայելում։ Ողջ փառքը Տիրոջը, ով ամեն ինչի սկիզբն է, մեջտեղը և ավարտը։ Դու վայշնավի տեսքով մարմնավորվել ես այս աշխարհում և նվիրված ծառայությունը տարածելով ազատագրել ողջ աշխարհին։ Այդ դեպքում, ով Տեր, ինչ պատճառով մեզ չես ազատագրում։ Մենք այս աշխարհին չենք պատկանում։ Ծնունդից ի վեր մենք զգայական վայելքի շփոթության մեջ ենք եղել, ուստի չենք երկրպագել քո լոտոսային ոտքերին, որը մեզ բարիք կբերեր։ Մենք ոչ քո նվիրալների հետ ենք շփվել, ոչ էլ կրկնել կամ լսել ենք քո կիրտանները։
Դու մեզ խաբել ես, մեզ արքայի խորհրդատու դարձնելով, այդ դեպքում ինչու ես մեզ այս մարդկային մարմինը տվել։ Կիսաստվածները մարդկային մարմնում ծնվելու համար աղոթում են, սակայն թեև մեզ մարդկային ծնունդ ես տվել, դու խաբել ես մեզ։ Ուստի խնդրում ենք, այս անգամ մեր հանդեպ ողորմած եղիր, առանց խաբելու, որպեսզի մենք կարողանանք ծառի տակ ապրել և քո անունները կրկնել։ Թող օրհնվենք հաջողություն ունենալ թանկագին ծառայիչ Շեմին նրա սննդի մնացորդներն ուտել։ Այսպես երկու եղբայրներ, Ռուբան և Սանատանան, աղոթքներ մատուցեցին, իսկ Տեր Չեյտանյան լսեց դրանք։ Այնուհետև Տերը ողորմածաբար նայեց երկու եղբայրներին և սկսեց կարեկցանքով խոսել։ Տերն ասաց. «Դուք երկուսդ հաջողակ եք, որ կարողացել եք կտրել նյութական կյանքի կապանքները և լքել տունը։ Այս ողջ աշխարհը կապված է նյութական վայելքի հանգույցներով։ Այնուամենայնիվ, դուք ձեզ ազատել եք այդ կապանքից։ Այժմ, եթե Աստծո հանդեպ մաքուր սեր եք ցանկանում, ապա Ադվայտա Պրաբհուի լոտոսային ոտքերն ընկեք։ Շրի Ադվայտա Պրաբհուն նվիրված ծառայության պահեստի պատասխանատուն է։ Նվիրված ծառայությանը նրա ողորմածությամբ են հասնում»։ Տիրոջ ցուցումը լսելով, այդ երկու մեծ հոգիներն Ադվայտա Պրաբհուի ոտքերը ընկան։ Ողջ փառքը Շրի Ադվայտային, ընկած հոգիների փրկչին։ Մենք ամենաընկածներն ենք, ուստի խնդրում ենք, ազատագրիր մեզ։ Այնուհետև Շրի Չեյտանյան ասաց. Ադվայտա Գոսանի, խնդրում եմ լսիր։ Կալի Յուգայում այս երկուսից ավելի հրաժարված մարդ չկա։ Նրանք թողել են թագավորական վայելքները և միայն գոտկատեղին կապվող կտոր ու պատառոտված վերմակ են օգտագործում։ Նրանք բնակվում են Մաթուրայում և միշտ Կրիշնայի անունն են կրկնում։ Նրանց մաքուր նվիրված ծառայություն շնորհիր, որպեսզի կյանքից կյանք նրանք չմոռանան Կրիշնային։ Դու նվիրված ծառայության պահեստապետն ես, ով կարող է Կրիշնայի հանդեպ նվիրվածության հասնել, Կրիշնայի նվիրալների հետ շփում ստանալ կամ Կրիշնային հասնել, մինչև որ դու նրան նվիրված ծառայություն չտաս։ Ադվայտա Պրաբհուն պատասխանեց. Ով Տեր, դու ես ամեն բան տալիս։ Եթե ինձ հրամայես, այդ ժամանակ կարող եմ տալ։ Պահեստապետը միայն սեփականատիրոջ հրամանով է կարող ապրանքները բաշխել։ Նույն կերպ, այն մարդը, ով արժանացել է քո բարեհաճությանը, անկասկած նվիրված ծառայություն կստանա։ Մարմնովս, մտքովս և խոսքովս օրհնում եմ նրանց երկուսին ամեն առումով պրեմաբհակտի ունենալ։ Ադվայտայի ողորմած խոսքերը լսելուց Շրի Չեյտանյան բարձրաձայն Հարիի սուրբ անունը երգեց։ Այնուհետև Տեր Չեյտանյան Դաբիր Քասին, Շրի Ռուպային, ասաց. Այժմ դու Կրիշնայի հանդեպ էքստազային սեր ստացար։ Աստծուն նվիրված ծառայությունը Ադվայտա Պրաբհուի ողորմածությամբ է դառնում հնարավոր։ Իմացիր, որ նա օժտված է Կրիշնայի բոլոր էներգիաներով։ Դուք երկուսդ մի որոշ ժամանակ այստեղ մնացեք, որպեսզի կարողանաք Տեր Ջագաննաթի լոտոսային դեմքը տեսնել։ Այնուհետև գնացեք Մաթուրա և այնտեղ բնակվեք։ Արևմուտքի մարդիկ կրքի և տգիտության գոյավիճակների ազդեցության տակ են գտնվում։ Դուք երկուսդ պետք է նրանց նվիրված ծառայության քաղցրությունը բաժանեք։ Ավելի ուշ ես Մաթուրա կգամ։ Ինձ համար մեկուսի մի վայր պատրաստեք, որպեսզի մնամ այնտեղ։ Այնուհետև Տերը Սակար Մալիկի անունը փոխեց և դրեց Սանատանա։ Տեր Չեյտանյայի ողորմածությամբ երկու եղբայրներ, Ռուբան և Սանատանան, անգամ այսօր են հայտնի ամբողջ աշխարհում։ Շրի Չեյտանյա Չանդրան միշտ տարածում է նրանց համբավը, նրանց ունեցած նվիրված ծառայությունը և մեծահոգությունը։ Տեր Չեյտանյան մեծ գոհունակությամբ Նիտյանանդա Պրաբհուի, Ադվայտա Պրաբհուի և իր մյուս թանկագին նվիրալների փառքը հռչակեց։ Տեր Չեյտանյան ավետեց, թե որն է եղել իր նվիրալների նախկին ինքնությունը, թե նրանցից ով որ վայշնավի կամ վայշնավիի մարմնավորմամբ է եղել, ինչ տեսակի երկրպագություն է կատարել և ինչ փառք է ունեցել։ Մի օր Շրի Չեյտանյան Ադվայտայի, Շրիվասի և մյուս նվիրալների հետ միասին նստած էր։ Այդ ժամանակ Տերը Շրիվաս պանդիտից Ադվայտա Ачարյայի մասին հարցրեց։ Շրի Չեյտանյան ասաց. «Ո Շրիվաս, ինչ ես կարծում, Ադվայտա Պրաբհուն ինչ կարգի վայշնավ է»։ Շրիվաս պանդիտը մի պահ մտածեց և ասաց. «Ես կարծում եմ, որ նա Շուկադևին կամ Պրահլադին է նման»։ Լսելով, որ Ադվայտային համեմատում են Պրահլադի և Շուկադևի հետ, Տերը զայրացավ և Շրիվասին հարվածեց։ Ինչպես որ սիրող հայրն է հարվածում իր որդուն, որպեսզի սովորեցնի նրան, նույն կերպ Տերը Շրիվասին մի ապտակ հասցրեց։ Ինչ ասացիր, պանդիտ Շրիվաս, դու ասում ես, թե իմ նադան Շուկադևի կամ Պրահլադի պես է։ Դու կարող ես ասել, որ Շուկադևը լիովին ազատագրված հոգի է, սակայն Նադայի դիմացն անորացին է։ Ինչպես կարող ես համարձակվել նման բաներ ասել Նադայիս մասին։ Ո Շրիվաս, դու ինձ այսօր շատ ուժեղ վշտացրեցիր։
Սա ասելուց հետո Տերը բարկացած ձեռքին մի ձկնորսական կարթաձող առավ և ընկավ Շիվասի ետևից, որպեսզի նրան հարվածի։ Շրի Ադվայտա Աչարյան արագ վեր կացավ և նրբորեն բռնեց տիրոջ ձեռքից։ Ով Տեր, հայրը կարեկցանքից դրդված սովորեցնում է իր որդիներին, հետևաբար երեք աշխարհներում ով է բարկությանդ հարմար թեկնածու։ Ադվայտա Աչարյայի խոսքերը լսելով Տերը մոռացավ իր զայրույթի մասին և էքստազի մեջ գտնվելով սկսեց Ադվայտային շռայլորեն փառաբանել։ Տերն ասաց. «Քանի որ դուք բոլորդ ասես իմ զավակները լինեք, զայրույթս այժմ լքեց ինձ»։ Ով կարող էր Նադայի փառքն իմանալ։ Նա էր այն անձնավորությունը, ով ինձ քնից արթնացրեց և բերեց այստեղ։ Տերն ասաց. «Օ Շրիվաս, Նադայիս այդպես ես հարգում։ Շուկան և ուրիշներն ասես նրա զավակները լինեն։ Դու պետք է իմանաս, որ նրանք բոլորը Նադայի համեմատ կրտսեր են։ Ես միայն Ադվայտա Պրաբհուի շնորհիվ եմ արտահայտվել այս աշխարհում։ Նրա բարձրաձայն լացը մինչ այժմ ականջներումս հնչում է։ Ես պառկած էի Կաթի օվկիանոսում և իմ Նադայի բարձրաձայն ճիչերը ինձ արթնացրեցին և բերեցին այստեղ»։ Շրիվասը, ով Ադվայտայի հանդեպ բնական կերպով մեծ սեր էր տածում, շատ ուրախացավ տիրոջ խոսքերը լսելուց։ Վախից դողալով Շրիվասն ասաց. «Ով իմ Տեր, ես քեզ վիրավորել եմ, խնդրում եմ ներիր ինձ։ Ադվայտայի մասին ճշմարտությունը միայն դու գիտես։ Եթե բացես այս ճշմարտությունը, այդ ժամանակ մյուս ծառաները կարող են իմանալ։ Այսօր քեզանից ցուցումներ ստանալու արդյունքում ես հաջողակ դարձա և ինձ համար ամեն ինչ բարենպաստ դարձավ։ Դու ցույց տվեցիր քո հեղինակությունը և իմ միտքն այսօր ուժ առավ։ Այսօրվանից իմ որոշումը հետևյալն է. եթե Ադվայտա Պրաբհուն անգամ գինուն կամ կանանց կպնի, ես միևնույն է նրա հանդեպ անսասան նվիրվածություն կպահեմ։ Ես դա քեզ խոստանում եմ»։ Տերը գոհ էր Շրիվասի խոսքերը լսել, այնուհետև նրանք երեքով միասին ուրախ նստեցին, ինչպես որ մինչ այդ։ Այս բոլոր բարեբեր պատմությունները ամենանվիրականն են։ Դրանք լսելուց մարդն անկասկած հասնում է Կրիշնային։ Յուրաքանչյուր նվիրալի ազդեցությունը և նվիրվածությունը միայն ամենագետ Տեր Գաուրաչանդրան գիտի։ Նա գիտի նրանց զորությունը, ինչպես նաև գիտի, թե ով է ավագ, իսկ ով կրտսեր։ Ով էլ որ Տիրոջն առանց երկերեսանիության ծառայի, ևս կարող է իմանալ այս բաները։ Ինչպես որ Վեդաներում Տեր Վիշնուի գիտության նկարագրությունն է դժվար հասկանալ, այնպես էլ վայշնավների գիտությունն է դժվար հասկանալ։ Կատարյալ վայշնավներն օժտված են ամենաարտասովոր հատկանիշներով։ Սա չհասկանալով մարդիկ քննադատում են նրանց և հետո տառապում հետևանքներից։ Կատարյալ վայշնավի հատկանիշներն ամենաարտասովորն են, համոզվեք դրանում Շրիմադ Բհագավատամում բերված օրինակով։ Փրիգու Մունին, ով մեծ վայշնավ է և Բրահմայի որդին է, օր ու գիշեր Տեր Վիշնուի լոտոսային ոտքերի մասին է մտածում։ Թեև Փրիգու Մունին ոտքով հարվածեց այդ Տեր Վիշնուի կրծքավանդակին, այդուհանդերձ նա ընդունվում է որպես մեծագույն վայշնավ։ Այս կապակցությամբ լսեք, թե ինչ է Շրիմադ Բհագավատամը Փրիգուի վերաբերյալ ասում։ Շատ շուտ բազմաթիվ մեծ իմաստուններ հավաքվել էին Սարասվատի գետի ափին այնտեղ մեծ զոհաբերություն կատարելու, ինչպես նաև Պուրանաներ լսելու համար։ Այդ բոլոր իմաստունները սուրբ գրվածքների գիտակ էին և հմուտ էին ճգնավորություններ կատարելու մեջ։ Այդ հանդիպմանը նրանք սկսեցին բացարձակ ճշմարտությունից խոսել։ Իմաստուններն այդ հավաքին քննարկում էին, թե ով է երեք գերիշխող աստվածություններից գերագույնը՝ Տեր Բրահման, Տեր Վիշնուն, թե Տեր Շիվան։ Մեկն ասաց, թե Բրահման է վեհագույնը, մեկն ասաց, թե Շիվան, իսկ մեկ ուրիշն էլ ասաց, թե Վիշնուն է ամենքից բարձրը։ Անգամ Պուրանաներում է կարելի տարբեր պնդումներ գտնել։ Որոշ տեղերում ասվում է, որ Շիվան է բարձրագույնը, իսկ որոշներում՝ Նարայանան։ Այնուհետև բոլոր իմաստունները Փրիգուին խնդրեցին, որպեսզի վերջինս իրական ճշմարտությունը հաստատելու համար ապացույցներ հավաքի։ Դու Բրահմայի որդին ես, ծնված նրա մտքից։ Դու մեր համեմատ ամեն առումով ավագ ես, և դու ճշմարտությունը գիտեցողներից լավագույնն ես։ Դու գնա և որոշիր, թե գերագույնն ով է, այնուհետև վերադարձիր և փարատիր մեր կասկածները։ Ինչ էլ որ վերջնական ասես, մենք կընդունենք դա։ Սա լսելուց հետո Փրիգուն ամենից առաջ Բրահմալոկա գնաց իր հոր կացարան։ Փրիգու Մունին սկզբում իր հոր Բրահմայի հավաքին գնաց և գոռոզաբար կանգնեց նրա առջև։ Բրահման շատ գոհ էր իր որդուն տեսնել և Փրիգուի որպիսությունից հետաքրքրվեց։ Քանի որ Փրիգուն ցանկանում էր ստուգել արդյոք Բրահման բարօրության որակ ուներ թե ոչ, նա իր հորը ուշադիր չլսեց։ Նա իր հորը ոչ աղոթքներ առաջարկեց, ոչ էլ հարգալից խոնարհումներ մատուցեց։ Նա անտեսեց այն էթիկետը, որը որդին պետք է ցույց տար իր հորը։
Իր որդու անհարգալից պահվածքը տեսնելով Բրահման շատ զայրացավ և Ագնիի ինկառնացիան ընդունեց։ Իր հոր զայրույթը տեսնելով Փրիգուն վախենալով, որ կանիծվեր և մոխրի կվերածվեր, փախավ։ Բոլոր ներկաները Բրահմայի ոտքերն ընկան և հանգստացրին նրան, ասելով. «Խնդրում ենք, որդուդ հանդեպ այդքան դաժան մի եղիր»։ Իր որդու հանդեպ սիրուց Բրահման այնուհետև կառավարեց իր զայրույթը, ինչպես որ կրակն են ջրով հանգցնում։ Բրահմային ստուգելուց հետո Փրիգու ուղիղ կայլաշ ուղևորվեց Շիվային փորձելու։ Երբ Շիվան Փրիգու տեսավ, ուրախացավ։ Նա և Պարվատին մեծ հարգանքով ոտքի կանգնեցին։ Ավագ եղբորը հարիր էթիկետ դրսևորելով, եռաչա Շիվան անձամբ առաջացավ, որպեսզի Փրիգուին սիրով գրկեր, բայց Փրիգու ասաց. «Իմ թանկագին մահեշա, խնդրում եմ ինձ մի դիպչիր, դու քեզ վրա աթեիստների բոլոր խորհրդանիշներն ես կրում։ Դու միշտ բուհտաներին, պրիտաներին, պիշաչաներին և մյուս անհպելի աթեիստների շուրջդ ես պահում։ Վարքագիծդ հակասություններով է լի։ Այդ ո՞ր սուրբ գրվածքն է ասում, որ մարդ կարող է ոսկորներով և մոխրով զարդարվել։ Եթե ինձ դիպչես, ես պետք է լոգանք ընդունեմ, ուստի ով բուհտաների տիրակալ, ինձանից հեռու մնա»։ Փրիգու Շիվային ստուգելու համար այսպես խոսեց, հակառակ դեպքում նա Շիվային երբեք չէր քննադատի։ Փրիգուի վիրավորական խոսքերը լսելուց եռաչա Շիվան զայրացավ և միանգամից վերցրեց իր եռաժանին։ Շանկարան մոռացավ այն հարգանքի մասին, որը ավագ եղբայրը սովորաբար իր եղբոր հանդեպ է ցուցաբերում, և ոչնչացնողի իր կերպարանքն ընդունեց։ Հենց որ Շիվան վերցրեց իր եռաժանին, որպեսզի Փրիգու սպաներ, Պարվատին արագ եկավ և բռնեց Շիվայի ձեռքից։ Այնուհետև նա Շիվայի ոտքերն ընկավ և ասաց. «Ով Տեր, միթե հարիր է, որ ավագ եղբայրն այսքան զայրանա կրտսերի վրա»։ Պարվատիի խոսքերը լսելուց Շանկարան ամաչեց։ Դրանից հետո Փրիգուն շարունակեց ճանապարհը դեպի Վայկունթա, Կրիշնայի կացարան։ Տերը պառկած էր թանկարժեք քարերով զարդարված մահճակալին, իսկ հաջողության աստվածուհի Լաքշմին նրա լոտոսային ոտքերն էր մերսում։ Այդ ժամանակ Փրիգու աննկատ եկավ այնտեղ և ոտքով հարվածեց տիրոջ կրծքավանդակին։ Փրիգուին տեսնելուն պես Տերն իր մահճակալից անմիջապես վեր կեցավ և սիրալիր կերպով Բրահմանին իր խոնարհումներն առաջարկեց։ Այնուհետև Տերը Լաքշմիի հետ միասին ուրախ լվացին Փրիգու ոտքերը։ Փրիգուին բարձրակարգ նստելու տեղ առաջարկելուց հետո Տերն անձամբ Փրիգուի մարմինը սանդալի մածուկով օծեց։ Այնուհետև Տերը Փրիգուից ներողամտություն հայցեց, ասես վիրավորանք էր գործել. «Ես վիրավորանք եմ կատարել, որովհետև չգիտեի Գալստյանդ մասին։ Ես քեզ պատշաճ չընդունեցի, աղարսում եմ քեզ ինձ ներես։ Ոտքերդ լվացած այս ջուրն այնքան մաքուր է, որ սրբավայրերը կարող է սրբագործել։ Մարմնումս գտնվող բոլոր բրահմանդաները, ինչպես նաև բոլոր մոլորակների ղեկավարները, բոլորս այսօր մաքրվեցինք ոտքերդ լվացած այս ջրով։ Ուստի թող, որ հատկանիշներդ անանցանելի մնան։ Ոտնահետքդ և ոտքիդ փոշին ուրախ կպահեմ կրծքավանդակիս։ Ոտնահետքդ Լաքշմիի հետ միասին կպահեմ կրծքավանդակիս, ում բնակատեղին վեդաները փառաբանում են որպես կրծքավանդակիս վրայի Շրիվատսա նշանի։ Տիրոջ խոսքերը լսելով և նրա խոնարհ վարքագիծը տեսնելով Փրիգու եզրակացրեց, որ Տեր Վիշնուն անկասկած, տարփանքի, զայրույթի, ագահության և խաբկանքի ազդեցության սահմաններից դուրս է։ Փրիգու ապշահար եղավ և գլուխը ամոթից կախեց։ Ինչ էլ որ Փրիգու արեց, դա նրանից չէր կախված։ Նա նախախնամությամբ ստացած ոգեշնչությամբ գործեց։ Այնուհետև Փրիգու ետ եկավ արտաքին գիտակցության և Տիրոջ սերն ու հոգատարությունը տեսնելուց սիրային նվիրվածությամբ լցվեց և սկսեց պարել։ Հենց որ Բրահմայի որդին սուզվեց սիրային նվիրվածության զգացմունքների մեջ, նրա մոտ այնպիսի նշաններ արտահայտվեցին, ինչպիսիք են ծիծաղը, դողը, քրտնելը, գիտակցության կորուստը, մարմնի փշաքաղվելը և բարձր ճիչը։ Կրիշնան ամենքի տերն ու կյանքն է։ Բրահմայի որդու պարն ասես հռչակում էր այդ ճշմարտությունը։ Տիրոջ խոնարհ և հանդարտ վարքագիծը տեսնելուց հետո Փրիգու եզրահանգման եկավ, որ այդպիսի սեր ու նվիրվածություն անհնար է, որ մեկ ուրիշի մոտ լիներ։ Փրիգու աչքերն էքստազային արցունքներով լցվեցին։ Նա նվիրվածության էքստազի մեջ գտնվելով քարացել էր և չէր կարողանում խոսել։ Նա ամբողջությամբ անձնատուր եղավ Տիրոջը, այնուհետև վերադարձավ մեծ իմաստունների հավաքին։ Փրիգու տեսնելուց բոլորն ուրախացան և հարցրեցին. «Ո Փրիգու, պատմիր, ինչ ես տեսել։ Նրանցից ով ինչպիսի վարքագիծ դրսևորեց։ Մենք կընդունենք քո եզրահանգումը»։ Այնուհետև Փրիգու նկարագրեց իր փորձը։ Նա մանրամասնորեն բացատրեց Բրահմայի, Վիշնուի և Շիվայի հատկանիշները։
Այնուհետև իր եզրակացությունն ասաց. Վայկունթայի տերը Նարայանան բոլորից վեհագույնն է։ Սա է ճշմարտությունը։ Կրիշնան բոլորի ղեկավարն ու հայրն է, անգամ Տեր Բրահման և Տեր Շիվան են նրա առաջնորդության ներքո գործում։ Տեր Նարայանան գործողն է, արարողն է և պաշտպանողն է, հետևաբար յուրաքանչյուրն անկասկած պետք է նրա լոտոսային ոտքերին երկրպագի։ Հաստատ իմացեք, որ կրոնավորությունը, գիտելիքը, բարեպաշտ գործունեությունները, հարստությունը և հրաժարվածությունը, ինչպես նաև մարդու բարձր դիրքն ու ազդեցությունը Կրիշնայից են սերում, ուստի երգեք Կրիշնայի փառքը և երկրպագեք նրան։ Տեր Չեյտանյան նույն Տեր Կրիշնան է, ով հայտնության է եկել այս աշխարհ, որպեսզի Սանկիրտանայի խաղերը վայելի։ Բրիգու Մունիի խոսքերը համակ ուշադրությամբ լսելուց հետո իմաստունները կասկածից ազատվեցին և եզրակացրին, որ Նարայանան վեհագույնն է։ Հետո իմաստունները Բրիգու Մունիին իրենց ակնածանքն առաջարկեցին ու ասացին. Դու փարատեցիր մեր կասկածները և մեր միտքը հանգստացրեցիր։ Հետո բոլոր իմաստունները հաստատակամությամբ ընդունեցին Կրիշնային նվիրված ծառայությունը, ինչպես նաև անկեղծորեն երկրպագեցին Բրահմային և Շիվային այն ըմբռնմամբ, որ վերջիններս Տիրոջ նվիրալներն են։ Ես արդեն բացատրել եմ կատարել Վայշնավի արտասովոր հատկանիշները, սակայն ով է կարող այն հասկանալ։ Ոտքով հարվածելուց բացի Տիրոջը ստուգելու համար Բրիգուն այլ եղանակ չուներ։ Դա բացարձակ առերիչի ողորմածությամբ էր, որ Բրիգուն համարձակություն ունեցավ Տիրոջ կրծքավանդակին հարվածել։ Վեհ անձնավորության վարքագիծը անըմբռնելի է և անչափելի։ Սրանից բացի ես որևիցե այլ եզրահանգում չեմ տեսնում։ Տեր Կրիշնան Բհակտիի փառքը տարածելու համար մտավ Բրիգու Մունիի մարմնի մեջ և անձամբ ստեղծեց այդ միջադեպը։ Բրիգու Մունին երբեք չէր կարող գիտակցաբար նման արարք գործել, բայց Կրիշնան ցանկացավ ավելացնել իր մաքուր նվիրալների փառքը։ Բրահման և Շանկարան զայրացածի դեր խաղացին և սպառնացին Բրիգուին, որպեսզի Կրիշնայի փառքն ավելացնեն։ Ինչպես որ նվիրալները միշտ Տեր Կրիշնայի փառքն են երգում, այնպես էլ Կրիշնան ավելացնում է իր նվիրալների փառքը։ Եթե ինչ-որ մեկը առանց վեհ Վայշնավի վարքագիծը հասկանալ ու քննադատի նրան, ապա երբեք չի կարողանա ազատագրվել։ Վեհ Վայշնավը երբեմն այնպիսի վարքագիծ և հատկանիշներ է ցուցաբերում, ինչպիսին որ նյութապաշտ մարդը կցուցաբերեր։ Եզրակացությունը հետևյալն է. վեհ Վայշնավին կարելի է հասկանալ միայն Կրիշնայի ողորմածությամբ։ Հակառակ դեպքում նման բարդ իրավիճակներում մարդ կարող է կամ ազատագրվել, կամ էլ ոչնչացվել։ Սակայն ես մի հիասքանչ լուծում եմ գտել այս խնդրին։ Մարդ պետք է միշտ բոլորին փառաբանի և բոլորի հետ խոնարհ պահվածք դրսևորի։ Սեփական անձը հիմար համարելով մարդը պետք է տրվի Կրիշնային և առաջադեմ նվիրալների խոսքը ուշադիր լսի։ Այդ ժամանակ Տեր Կրիշնան այդպիսի մարդուն տրանսցենդենտալ բանականությամբ կօժտի, որի օգնությամբ վերջինս առանց խոչընդոտի ամբողջությամբ ազատագրվում է։ Յուրաքանչյուրն ով Տեր Չեյտանյայի գործունեությունների մասին նվիրվածությամբ լսի, նյութական կապանքներից հեշտորեն կազատվի։ Շրի Չեյտանյային և Նիտյանանդա Պրաբհուին կյանքս ու հոգիս համարելով, ես Վրինդավան Դասս, նրանց լոտոսային ոտքերի փառքն եմ երգում։